Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորը համացանցի աստղ է դարձել Վաշինգտոնում։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են թիկնապահները դաժան ծեծի ենթարկում Ալիևի դեմ ակցիա իրականացնողներին, որոնք ադրբեջաներեն կոչեր էին բղավում։ Ալիևը Վաշինգտոն է ժամանել Թրամփի խաղաղության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Որպես կանոն նրա դեմ բողոքի ակցիա անողները դժգոհում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներից, այլախոհների հետապնդումներից։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Լոս Անջելեսն դեմ անձրևի, մեքենաները վերածվել են նավակների։ Ամերիկյան մեծ մահակը ռազմանավերը շարժվում են դեպի Իրան։ Լոս Անջելեսում ցույցի են դուրս եկել բուժքույրերը, ինչու են բողոքում առողջության պահապանները։ Ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ-ում ապաստան հայցող ռուս ընտանիքին։ Արդարադատությունը նախագահի աչքի առաջ, ինչու է Թրամփի հսկա նկարը հայտնվել արդարադատության դեպարտամենտի շենքի վրա։ Ինչ գիտի Պենտագոնը այլ մոլորակայինների մասին, Թրամփը հանձնարարել է պատմել։ Լուսինը սպասում է, ՆԱՍԱ-ն պատրաստվում է պատասխանատու թռիչքին։ Ռոբլոքսի վտանգավոր խաղերը, Լոս Անջելեսը հարվածում է վիրտուալ հսկային։ Ոչ մանկական զվարճանք երեխաների սիրած քարտերով։ Պիկաչուի հերթական մեծ գողությունն է կատարվել։ Լոս Անջելեսում անվտանգության դեսպանը բռնցքամարտիկ տեսագրությունը հայտնվել է համացանցում։ Ծննդյան օրը ճաղերի հետևում, ինչպես նախկին արքայազնը հայտնվեց ոստիկանությունում։ Այսքանը թողարկման առաջին հատվածում, թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք հերթական նահանգի Այդահոյի մասին։ Սա ԱՄՆ գանձարան է ու չեք պատկերացնի աշխարհի կարտոֆիլի, այսպես ասած, մայրաքաղաքը։ Ես էլ զարմացա, քանի որ պատկերացնում էի, որ այդ հարցում առաջատարը Բելառուսն է, բայց պարզվում է ոչ, իսկ թե ուրիշ ինչ փաստերով է բոլորի զարմացնելու Մանու Հարությունյանը կիմանաք թողարկման երկրորդ մասում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենակննարկվող ու կարևոր թեմաների մասին։ Եթե ցանկանում եք աջակցել մեզ, ապա պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը։ Մի խոսքով ձեր աջակցությունը իսկապես միշտ մեզ ոգևորում և ուժ է տալիս, այնպես որ եղեք ակտիվ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Վաշինգտոնում կայացավ նախագահ Թրամփի հիմնադրած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների առաջնորդներ։ Նախագահը խոստացավ կարգավորել ոչ միայն Գազան, այլև աշխարհի մյուս բոլոր թեժ կետերը։ ԱՄՆ-ն այս նպատակով կհատկացնի $10 միլիարդ, որը Թրամփը անվանեց փոքր գումար պատերազմի ահռելի ծախսերի համեմատ։ Ըստ ծրագրի 10 տարի անց Գազան պետք է լինի բարգավաճ տարածաշրջան։ Նիստին ներկա էին նախագահի դաշնակիցներից շատերը USA-ի գրությամբ կարմիր գլխարկներով։ Թրամփը շեշտեց, որ իր նոր խորհուրդը հսկելու է միավորված ազգերի կազմակերպությանը։ Մենք կօգնենք Գազային, կկարգավորենք այն և կդարձնենք հաջողակ ու խաղաղ, հայտարարել է նախագահը, սա համարելով իր կարիերայի կարևորագույն օրերից մեկը։ Գազայի վերականգնման համար խորհրդի մյուս անդամներն արդեն խոստացել են $7 միլիարդ, իսկ FIFA-ն պարտավորվել է կառուցել ժամանակակից ֆուտբոլային համալիրներ։ Չնայած լավատեսությանը, Ռոմի Պապ Լևոն 14-ը մերժել է անդամակցության հրավերը, իսկ Պաղեստինի ներկայացուցիչները նախաձեռնությունն անվանել են գաղութատիրական գործողություն։
Հյուսիսային Հոլիվուդում հերթական անձրևային ալիքը վերածվել է իսկական ջրային փորձության։ Վայնլենդ պողոտայի և Վանոուեն բուլվարի խաչմերուկում երկու ավտոմեքենա հայտնվել են ջրի տակ արգելափակել ուղևորներին։ Փրկարարները ժամանել են դեպքի վայր, երբ մարդիկ արդեն բարձրացել էին իրենց մեքենաների տանիքներին, սպասելով օգնության։ Բարեբախտաբար միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հարավային Կալիֆորնիայի համար այս շաբաթը վերածվել է անվերջանալի տեղումների շարքի և նոր փոթորիկը դեռ առջևում է։ Որոշ հատվածներում անձրևն ու ձյունը կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։ Փոթորիկը շարժվում է ափի երկայնքով, նաև անցնելով Վենտուրա շրջանով, ապա հասնելով Լոս Անջելես։ Քամու վերաբերյալ նախազգուշացումները տարածվել են գրեթե ողջ շրջանում, ստեղծելով վտանգավոր իրավիճակ թե վարորդների, թե հետիոտների համար։ Օվկիանոսի ափին նույնպես իրավիճակը հանգիստ չէ։ Բարձր ալիքների և լողափնյա վտանգների մասին հայտարարությունները զգուշացնում են բնակիչներին հեռու մնալ ջրից։ Թրամփն էլ Իրանին զգուշացնում է հեռու մնալ միջուկային ծրագրից։ ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտը լրացուցիչ սպառազինություն է ուղարկում Միջին Արևելք, նախապատրաստվելով Իրանին հնարավոր հարվածներ հասցնելուն։ Տարածաշրջան են ուղարկվել ռազմանավեր, հոբհամակարգեր և միջուկային սուզանավեր։ Ջերալդ Ֆորդ հսկա ավիակիրը արդեն հատում է Ատլանտյան օվկիանոսը՝ միանալու Պարսից ծոցի ամերիկյան ուժերին։ Թրամփն ունի գործողությունների լայն ընտրություն, սկսած միջուկային օբյեկտների, գետային հարվածներից մինչև իշխանափոխության փորձ։ Հնարավոր թիրախների թվում են Pickex Mountain ստորգետնյա համալիրը, որը նախկինում անվնաս էր մնացել։ Պենտագոնը զգուշացնում է, որ այս անգամ գործողությունը կարող է ավելի տևական լինել, քան հունիսյան օպերացիան, հատկապես եթե նպատակ դրվի վերջնականապես կազմալուծել իրանական ռեժիմը։ Ամերիկյան հեղինակությունը վտանգված է, քանի որ Թրամփը խոստացել էր օգնել Իրանի ցուցարարներին։ Այժմ Վաշինգտոնը սպասում է Թեհրանի վերջնական գրավոր պատասխանին, որից հետո նախագահը կկայացնի իր վճռական որոշումը առաջիկա 10-օրյա ժամկետում։ Լոս Անջելեսի Վեսթվուդում Ռոնալդ Ռեյգան բժշկական կենտրոնի առջև բուժքույրերը բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ներգաղթային մարմինների։ Նրանք պնդում են, որ այսը դարձել է երկրի հանրային առողջապահության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Ցուցարարները պահանջում են Կոնգրեսից դադարեցնել այդ կառույցի ֆինանսավորումը, շեշտելով, որ իրավապահների ներկայությունը վախի մթնոլորտ է ստեղծում հիվանդանոցներում։ Բուժքույրերը մեղադրում են հիվանդանոցների ղեկավարներին այցելուների շահերը չպաշտպանելու մեջ։ Ըստ նրանց, տնօրինությունը պարտավոր է թույլ չտալ գործակալների մուտքը բժշկական հաստատություններ։ Այս ակցիան փետրվարի 19-ին անցկացվող համակարգված համազգային պայքարի մի մասն է, որին միացել են հազարավոր բուժաշխատողներ Կալիֆորնիայից մինչև Փենսիլվանիա և այլ նահանգներ։ Թեև ներքին անվտանգության դեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է, որ հիվանդանոցներում ձերբակալություններ չեն իրականացվում, բողոքի ալիքը չի հանդարտվում։ Լոս Անջելեսի այս ցույցը հաջորդում է Հարավային Կալիֆորնիայում տեղի ունեցած բազմաթիվ այլ ընդվզումներին և ուսանողական գործադուլներին։ 4 ամիս տևած մղձավանջից հետո Ապաստան հայցող ռուս ընտանիքը ազատ է արձակվել Հարավային Թեքսասի ներգաղթյալների կալանավայրից։ Ամուսիններն ու նրանց 3 երեխաները պահվում էին Դիլիի ներգաղթի մշակման կենտրոնում։ Նրանք ազատ արձակվեցին բժշկական հիմնավորմամբ և լրատվամիջոցների միջամտությունից հետո։ Ընտանիքը նկարագրել է սարսափելի պայմաններ, որտնացնունդ, մշտապես միացված լույսեր և անբավարար բժշկական օգնություն։ Նրանց 12-ամյա դուստրը նույնիսկ մասնակի լսողությունն է կորցրել կալանավայրում։ Այժմ ընտանիքը մեկնում է Կալիֆորնիա հովանավոր ընտանիքի մոտ բնակվելու։ Ընտանիքը հուսով է, որ Կալիֆորնիայում գտնի այն իրական ապահովությունը, որի համար ստիպված էր լքել Ռուսաստանը Պուտինի կառավարությանը դեմ լինելու պատճառով։ Կալիֆորնիայի դաշնային դատավոր Սանշայն Սայքսը սուր քննադատության է ենթարկել Թրամփի վարչակազմին, նրանց մեղադրելով ներգաղթյալներին ահաբեկելու և օրենքը կոպտորեն խախտելու մեջ։ Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ Սպիտակ տան գործողությունները վտանգավոր են ոչ միայն օտարերկրացիների, այլև սեփական քաղաքացիների համար։
Դատարանը պարզել է, որ ներքին անվտանգության դեպարտամենտը անտեսել է կալանավորվածներին գրավի դիմաց ազատ արձակելու իրավունք տալու նախկին որոշումը։ Դատավորը հրամայել է անհապաղ ապահովել փաստաբանի հետ կապի հնարավորությունը և ծանուցել իրավունքների մասին։ Մինչդեռ գերատեսչությունը պնդում է, որ այսօր գործում է օրենքի շրջանակներում։ Թրամփի պաշտոնակալությունից ի վեր ներկայացվել է ավելի քան 20,000 դատական հայց կապված անօրինական կալանքների հետ։ Մինեսոտայի և Նյու Ջերսիի դատավորները նույնպես միացել են այս մտահոգություններին, մատնանշելով դատական կարգադրությունների պարբերական խախտումները։ Վաշինգտոնում Արդարադատության դեպարտամենտի Դոջի կենտրոնակայանի շենքի վրա հայտնվել է Թրամփի լուսանկարով հսկայական պաստառը «Դարձնենք Ամերիկան» կրկին անվտանգ կարգախոսով։ Այս կառույցը ժամանակին քրեական մեղադրանքներ էր ներկայացրել Թրամփի դեմ։ Ավանդաբար Սպիտակ տնից անկախ գործող Արդարադատության նախարարության ինքնավարությունը Թրամփի երկրորդ ժամկետում զգալիորեն թուլացել է։ Մի ժամանակ գերատեսչությունը հետաքննում էր նախագահին, սակայն այժմ այն հետապնդում է նախագահի քաղաքական հակառակորդներին։ Ընդդիմախոսները ահազանգում են, որ սա Վաշինգտոնի խորհրդանիշների վրա սեփական դրոշ մտնելու Թրամփի հերթական փորձն է։ Նրա անունը արդեն անմահացրել են Քենեդիի կենտրոնի և Խաղաղության ինստիտուտի շենքերի վրա։ Դոջի շենքը կարող է դառնալ այդ պատվին արժանացած հերթական կառույցը։ Թրամփը Հյուսիսային Քարոլինայում գտնվող Ֆորտ Բրեգ ռազմաբազա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է գաղտնազերծել այլ մոլորակայինների հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել հանրության կողմից ցուցաբերված ահռելի հետաքրքրությունը գաղտնի պահվող տեղեկատվության նկատմամբ։ Նախագահը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ հանձնարարել է Փիթ Հեքսեթին սկսել չնույնականացված թռչող օբյեկտների և չնույնականացված օդային երևույթների վերաբերյալ կառավարական ֆայլերի բացահայտման գործընթացը։ Այս քայլը հաջորդեց Բարակ Օբամայի վերջին հայտարարություններին, թե այլ մոլորակայինները իրական են։ Թրամփը խստորեն քննադատել է նրան, նշելով, որ Օբաման հայտնել է գաղտնի տեղեկատվություն, ինչը անելու իրավունք նա չուներ։ Չնայած 2024 թվականի զեկույցներին, երբ Պենտագոնը հայտնել էր, որ չի գտել այլ մոլորակայինների գործունեության ստուգ ապացույցներ, հաղորդումներից 21-ը պահանջում են հետագա վերլուծություն անոմալ բնութագրերի պատճառով։ Այժմ հանրությունը ակնկալում է նոր բացահայտումներ, որոնք վերջապես լույս կսփռեն տիեզերական կյանքի առեղծվածային բարդ ու չափազանց կարևոր հարցերի վրա։ ՆԱՍԱ-ն վերսկսել է իր հսկայական լուսնային հրթիռի լիցքավորման և արձակման նախապատրաստական փորձարկումները։ Սա Արտեմիս 2 առաքելության իրականացման ճանապարհին ամենակարևոր փուլն է։ Փետրվարի 2-ին հայտնաբերված ջրածնի արտահոսքը ստիպել էր դադարեցնել աշխատանքները։ Այժմ ինժեներները հրթիռը լիցքավորում են ստուգելու բոլոր համակարգերի պատրաստվածությունը։ Փորձարկման ընթացքում ՆԱՍԱ-ն նախատեսում է 2 անգամ փորձարկել հետհաշվարկի վերջին 10 րոպեները, համոզվելու համար, որ ավտոմատացված համակարգերը գործում են անթերի։ Եթե փորձարկումները հարթ ընթանան, ապա պատմական արձակումը կարող է տեղի ունենալ արդեն մարտի 6-ին։ 4 հոգանոց անձնակազմը կմեկնի 10-օրյա ճանապարհորդության։ Նրանք կկատարեն ութաձև պտույտ լուսնի շուրջ, հասնելով երկրից ավելի մեծ հեռավորության, քան երբևէ որևէ մարդ հասել է նախկինում։ Այս առաքելությունը վճռորոշ հիմք կհանդիսանա 2028 թվականին նախատեսվող Արտեմիս 3 թռիչքի համար, որի նպատակն է մարդու վայրեջքը լուսնի մակերևույթին։ Լոս Անջելես շրջանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ հանրահայտ Roblox առցանց հարթակի։ Իշխանությունները մեղադրում են ընկերությանը երեխաներին անպատշաճ բովանդակությունից և մանկապիղծներից չպաշտպանելու մեջ։ Վիճակագրության համաձայն ԱՄՆ-ում 9-ից 12 տարեկան երեխաների գրեթե 75%-ը կանոնավոր օգտվում է այս հարթակից։ 2025-ի դրությամբ Roblox-ը ունեցել է շուրջ 151 միլիոն օրական ակտիվ օգտատեր։ Լոս Անջելեսի իշխանությունները այժմ պահանջում են քաղաքացիական տուգանքներ օրական մինչև $2500 յուրաքանչյուր խախտման համար։ Շրջանը պնդում է, որ 2021-ին հանրային դարձած ընկերությունը շահույթը գերադասել է անչափահասների անվտանգությունից։ Roblox-ը հերքում է մեղադրանքները և խոստանում պաշտպանվել։ Ընկերությունը պնդում է, որ հարթակն ունի առաջադեմ պաշտպանական մեխանիզմներ։ Նրանք շեշտում են, որ սերտորեն համագործակցում են իրավապահների հետ։
Կալիֆորնիայի Անահայմ քաղաքում թանկարժեք հավաքածուների խանութը դարձել է հերթական հանդուգն կողոպուտի թիրախը։ Հանցագործները ներխուժել են հարևանությամբ գտնվող ապահովագրական ընկերության գրասենյակ, ապա ծանր մուրճով անցք բացել պատի մեջ եւ հայտնվել խանութում։ Հետաքրքրական է, որ ապահովագրական ընկերությունից ոչինչ չի գողացվել, նրանց միակ նպատակը հարևանությամբ գտնվող թանկարժեք քարտերի սրահը հասնելն էր։ Խանութի սեփականատերերը տեսախցիկներով ուղիղ եթերով հետևել են կողոպուտին։ Ընդամենը 2 րոպեում դիմակավորված 3 տղամարդիկ հափշտակել են հարյուրավոր պոկեմոն քարտեր շուրջ $180,000 արժեքով։ Գողերը շատ արագ են գործել, վերցնելով հիմնական փոքր, բայց չափազանց արժեքավոր քարտերը։ Նրանք փախուստի են դիմել մեքենայով, ինչը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները։ Արևմտյան Հոլիվուդում սկանդալ է բռնկվել անվտանգության աշխատակցի եւ անօթևան տղամարդու միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է վառ դեղին համազգեստով աշխատակիցը մի քանի հարված հասցնում տղամարդուն հենց զբոսայգու մայթին, մինչ մյուս աշխատակիցը փորձում է բաժանել նրանց։ Քաղաքային իշխանությունները խորը մտահոգություններ են հայտնել տեսանյութում պատկերված բռնության կադրերի վերաբերյալ։ Միջադեպին մասնակից աշխատակիցն արդեն իսկ հեռացվել է աշխատանքից մինչև ծառայողական քննության ավարտը։ 2013 թվականից գործող անվտանգության դեպարտամент ծրագիրը նպատակ ունի բարձրացնել փողոցների անվտանգությունը։ Այս աշխատակիցները ներկայություն են ապահովում այթերին, կայանատեղիներում եւ նրբանցքներում հանրային վստահությունն ամրապնդելու համար։ Թեև սոցցանցերում հայտնված կադրերը մեղադրական են, իրավապահ նշում են, որ առկա է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ աշխատակիցը երևում է որպես զոհ։ Ակամաս տեղ է դարձել բրիտանական արքայազնը։ Միացյալ Թագավորության ոստիկանությունը ձերբակալել է նախկին արքայազն Էնդրյուին հենց իր 66-ամյակի օրը։ Էնդրյու Վինդզորը կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ կապված Ջեֆրի Էփշթեյնի հետ ունեցած մութ գործարքների հետ։ Նա 11 ժամ անց ազատ է արձակվել հետաքննության ներքո կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նա ոչ մեղադրվել է, ոչ էլ լիովին արդարացվել։ Էփշթեյնի գործի նոր բացահայտումների համաձայն նախկին արքայազնը 2010-ին ծառայելով որպես առևտրի հատուկ ներկայացուցիչ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել հանցագործին։ Թրամփը ձերբակալությունն անվանել է շատ տխուր իրադարձություն։ Թագավոր Չարլզ III-ը իր խորին մտահոգությունն է հայտնել եղբոր ձերբակալության կապակցությամբ։ Նա շեշտել է, որ օրենքը պետք է ընթանա իր հունով, խոստանալով լիակատար աջակցություն իրավապահներին։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Կալիֆորնիայում տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են 3 արջ սլանում դահուկուղու ձյան միջով, հայտնվելով անմիջապես Սարից իջնող դահուկորդի ճանապարհին։ Տեսանյութը նկարահանվել է Թահո լճի մոտակայքում գտնվող հանգստավայրերից մեկի ճոպանուղուց։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է կադրից այն կողմ գտնվող մարդը բղավում. «Կանգնեք, շարժվեք եւ հեռացեք այստեղից», մինչև արջերը հատում են դահուկորդների ճանապարհը։ Իսկ ահա մեկ այլ հանգստավայրում ձյան առատությունն է ուշադրության կենտրոնում։ Big Bear լեռնային հանգստավայրում իսկական ձմեռային հեքիաթ է։ Վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 3 ֆուտ, մոտ 90 սանտիմետր ձյուն է տեղացել։ Տեղումները դեռ շարունակվում են։ Լոս Անջելեսի Նյուպորտ Բիչ ափամերձ գոտում հայտնաբերվել է ափ նետված սատկած սապատավոր կետ։ Շուրջ 10 տոննա քաշով հսկան գրավել է հետաքրքրասերների ուշադրությունը։ Մասնագետները ներկայումս պարզում են կենդանու մահվան ստույգ պատճառը։ Վտանգավոր եղանակի պատճառով առայժմ հնարավոր չէ հեռացնել հսկայական դիակը։ Փրկարարները զգուշացնում են, որ ալիքները կարող են անսպասելի տեղաշարժել այն, վնասվածքներ հասցնելով կամ նույնիսկ տրորելով մարդկանց։ Պատասխանատուները հույս ունեն, որ մակընթացությունը կետին ինքնուրույն կվերադարձնի բաց օվկիանոս։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Այս անգամ նա ԱՄՆ նահանգներից Այդահոյի գաղտնիքներն է բացահայտելու։ Իդեպ դուք գիտեիք, որ այս նահանգում ստրկությունը դե յուրե վերացվել է 2013 թվականին, բայց սա այս հրաշալի նահանգի մասին միակ զարմանալի փաստը չէ։ Առաջիկա րոպեներին նման հետաքրքիր փաստերի մի ամբողջ հեղեղ է սպասվում։ Բարև ձեզ։
Թանկարժեք քարերի նահանգ։ Այդահոն հայտնի է հենց այս տիտղոսով, քանի որ այստեղ հայտնաբերվել են գրեթե բոլոր տեսակի թանկարժեք քարերը։ Այստեղ գոհարի տեսակ կա, որը ողջ աշխարհում Այդահոյից բացի հնարավոր է գտնել միայն Հնդկաստանում։ Այս նահանգն աշխարհի կարտոֆիլի, այսպես ասած, մայրաքաղաքն է, իսկ բնակչության աճի տեմպերով նահանգն ամենաարագն է ամբողջ ԱՄՆ-ում։ Այդահոն ԱՄՆ կազմ է մտել 1890-ին, դառնալով 43-րդ նահանգը։ Աչքի է ընկնում լեռնային խստաշունչ կլիմայով եւ շատ տաք ամառներով։ Նահանգը խիստ հանրապետական է, այսօր էլ սատարում է Թրամփի որդեգրած աջակողմյան քաղաքական կուրսին ու բոլոր կարևոր նախաձեռնություններին։ Կենսամակարդակն այստեղ բավականին բարձր է, բայց դրա հետ Այդահոն շարունակում է մնալ ԱՄՆ համեմատաբար էժան եւ մատչելի նահանգներից մեկը։ Տնտեսության մեջ գերակշռում են գյուղատնտեսությունն ու տեխնոլոգիական ոլորտը։ Այն տարբերվում է մյուս նահանգներից իր կայունությամբ եւ բարենպաստ հարկային համակարգով։ Այդահոն ունի յուրօրինակ սովորույթներ, տարօրինակ օրենքներից մեկի համաձայն այստեղ արգելված է ձուկ որսալ ուխտի մեջքի նստած։ Սա թեև հնացած իրավական նորմ է, բայց դեռ մնում է պաշտոնական օրենսգրքերում, զարմացնելով շատերին իր անհեթեթ բնույթով։ Գյուղատնտեսությունը նահանգի հիմնասյունն է, տեղին է մի տպավորիչ թիվ մեջ բերել։ Այդահոյում է արտադրվում ամբողջ ԱՄՆ-ի կարտոֆիլի պաշարների 1/3-ը։ Այս նահանգում ուղղակի կարտոֆիլի պաշտամունք կա, դրան հսկա տարածքներ են հատկացնում, վերամշակման հոսքագծեր ապահովում։ Վայրի բնությունը եւս հիասքանչ է, սկսած շոշոն ջրվեժից, որը հաճախ անվանում են Արևմուտքի Նիագարա։ Նահանգը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների իր բարձրադիր լեռնային լճերով եւ անտառային արահետներով։ Այստեղ է Հելս Քենյոնը, որն ավելի խորն է, քան Մեծ կիրճը եւ Հյուսիսային Ամերիկայի ամենախոր կիրճն է։ Այստեղ են նաեւ լուսնի խառնարանները։ Տեղի բնակիչները մեծապես կարևորում են անհատական ազատությունները, զենք կրելու սահմանադրական իրավունքը եւ պետական նվազագույն միջամտությունը տնտեսությանը։ Սա դարձել է այս պահպանողական, կայուն եւ դինամիկ զարգացող նահանգի անփոփոխ դիմագիծը։ Այդահոն համարվում է ԱՄՆ-ի ամենաապահով նահանգներից մեկը, այստեղ հանցավորության մակարդակը զգալիորեն ցածր է երկրի միջին ցուցանիշներից։ Սա գրավում է բազմաթիվ ընտանիքների, որոնք տեղափոխվում են այստեղ Փենսիլվանիայից կամ Քոլորադոյից, փնտրելով ավելի հանգիստ եւ կանխատեսելի կյանք։ Տեղական իշխանությունները հետևողականորեն ներդրումներ են կատարում կրթության եւ հանրային անվտանգության ոլորտներում։ Հայերը Այդահոյում փոքրաթիվ են, սակայն նահանգը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Նահանգապետը դեռևս 2004 թվականին ստորագրել է համապատասխան հռչակագիրը, ապրիլի 24-ը հայտարարելով հիշատակի օր։ Բոյսե քաղաքում եւ հարակից շրջաններում բնակվող հայերը հիմնականում ներգրավված են բարձր տեխնոլոգիաների, գիտության եւ փոքր բիզնեսի ոլորտներում։ Նրանք ակտիվորեն պահպանում են իրենց մշակույթն ու լեզուն։ Հակառակ փոքրաթիվ լինելուն հայերը վայելում են տեղացիների հարգանքը շնորհիվ իրենց աշխատասիրության եւ նահանգի զարգացման գործում ունեցած ներդրման։ Այսպիսին է Այդահոն, բազմազան ու հյուրասեր, լի բազում հնարավորություններով ու գեղեցկություններով, որոնք արժե գոնե մեկ անգամ տեսնել, իսկ թե մեր հաջորդ կանգառը որ նահանգում է լինելու, որ նահանգի գաղտնիքներն ենք բացահայտելու, կիմանաք ուղիղ մեկ շաբաթից։ Շարունակեք մնալ Glendale News-ի հետ։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր։ Իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։